Բաբելոնը կենտրոնումն է, հետո Ասորեստանը կողքը, հետո նրա կողքն էլ Հայաստանը։ Դա հնագույն քարտեզն է, դրանից հետո քարտեզ չունենք մինչև մեր թվարկության սկիզբները։ Բրիտանական գրադարանի մասնագետը, որ անցյալ տարի էստեղ էր, Irving Finkel անունով մեհրյա պրոֆեսոր է, որ աշխարհում ամենահայտնի մասնագետն է ձեռագրերի, ասում է, որ այս բանի մեջ գրված է, որ սեպագրի մեջ արձանագրությունը չկա, որ ինչպես ճանապարհը ինչպես հասնել դեպի Արարատ լեռը։ Նույն շրջանում ապրում էին հայեր, բայց քանի որ հայերն ունեին գրավոր մշակույթ, դրանք իրենք լեզուն պահպանեցին։ Գրած է երկրային դրախտ Հայաստանի վրա։ Այդ ում քարտեզն է։ Անգլիացի քարտեզագետ է, մեկն է ֆրանսիացի քարտեզագետ է։ Իրենք եկել են դրախտը քարտեզագրելու, գտել են երկրային դրախտը տեղադրել են Վանա լճի եւ Ուրմիա լճի միջև այդ շրջանը։ Մեկ աղվանը մի ազգ չի։ Ըստ Ստրաբոնի այդ տարածքում Կովկասյան Ալբանիայում աղվանքում ապրում էին 26 ցեղախմբեր, որոնք ամեն մեկ ուներ իր լեզուն եւ իրար չէին հասկանում։ Այդ մանրագրությունը բացատրում է։ Ոնք ինքդ պետք է քեզ ճանաչես եւ կարողանաս ճիշտ ձևով քեզ ներկայացնես ամբողջ աշխարհին, քո մշակույթով, քո արվեստով։ Հանրային ռադիոյի եթերում Արարատյան հայրապետական թեմի ինքնություն հաղորդումն է։ Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ եւ ակնդիրներ։ Այսօր խոսելու ենք քարտեզների մասին, որոնք բազում դարերի ընթացքում տարբեր ժողովուրդների կողմից, տարբեր գիտնականների, պատմաբանների, ճանապարհորդների կողմից գծագրվել են, տարբեր տեղերում հրապարակվել են եւ մեզ են հասել այսօր եւ հնարավորություն են տալիս մեզ այդ տեսակետից ուսումնասիրել եւ հասկանալ հայոց պատմությունը, աշխարհագրությունը, դիրքը տարբեր ժամանակաշրջաններում։ Եվ քանի որ խոսելու ենք քարտեզների մասին, բնական է, որ այսօր ինքնության տաղավարում ես սիրով հյուրընկալել եմ քարտեզագետ Ռուբեն Գալիչյանին։ Բարև ձեզ, պարոն Գալիչյան։ Բարև ձեզ։ Շնորհակալություն, որ ձեր ժամանակից տրամադրեցիք եւ եկաք Հանրային ռադիոյի սիրուն տաղավար մեր ինքնության մեջ, մեր քարտեզների այդ գլուխկոտրուկի մի հատվածը ավելացնելու։ Ուրախ եմ, որ ես այստեղ եմ, շնորհակալություն հրավիրքի համար եւ կփոխանցեմ ինչ որ գիտեմ, ինչ որ տեղեկություններ ունեմ այդ նյութերի մասին։ Պարոն Գալիչյան, ինչքան ժամանակ է, որ դուք զբաղվում եք քարտեզագրությամբ, քարտեզագիտությամբ։ Քարտեզներով շատ վաղուց եմ զբաղվում, դպրոցական տարիքից քարտեզներով եմ զբաղվում, բայց լրջորեն մոտենալ այդ քարտեզներին, որտեղ գիտական աշխատանքներ եւ այլն, սկսել եմ շուրջ 45 տարի առաջ, երբ ձեռք բերեցի առաջի անգամ լինելով ձեռք բերեցի մի երկու միջնադարյան 15-րդ դարի, 16-րդ դարի քարտեզի բնօրինակ, ընկերներից մեկը Լոնդոնում դա գնել էր եւ ուղարկեցի ինձ, ես այդ ժամանակ Պարսկաստանում էի, վերադարձել էի ուսումնիցս հետո Պարսկաստանում էի եւ տեղից սկսեցի իմ հետաքրքրությունը, որ ով է գծել սրանք, ինչպես են, ինչ հիմունքներով են պատրաստել եւ սկսեցի ավելի մանրամասն հետազոտել քարտեզների հիմքերը եւ այլն։ Եվ երբ Պարսկաստանում մեր հեղափոխությունից հետո 1 տարի անգործ մնալուց հետո ինձ հրավիրեցին Անգլիա աշխատանքի, տեղափոխվեցի ժամանակավորապես Լոնդոն 6 ամսում սկզբում 6 ամսի ժամկետով։ Հետո այնտեղ սկսեցի մասնակցել միջազգային աճուրդներին, որտեղ քարտեզներ էին վաճառվում, սկսած հնադարյանից մինչև միջնադարյան քարտեզներ, եւ սկսեցի հաճախել բրիտանական գրադարան, որտեղ 4 միլիոն քարտեզ է պահպանվում։ Դա աշխարհի ամենամեծ քարտեզագրական հարստությունն է, որ գոյություն ունի այո աշխարհում։ Այդ 4 միլիոնից քանիսն եք հասցրել տեսնել նայել։ Մի քանի հազարը ես նայել եմ դրանցից, որոնք վերաբերում են մեր տարածաշրջանին, ընդհանրապես Կովկասի հարավի տարածաշրջանին եւ ինչու՞ չէ ամբողջ աշխարհին էլ եւս։ Եվ այդ արդիվ առաջին հրատարակությունս արեցի 2004 թվականին Հայաստանի պատմական քարտեզները։ Ես ասեմ ձեզ, որ իմ աշխատանքները ես բոլորը առաջերտին հրատարակում եմ անգլերենով, քանի որ ես գիտեմ, որ մենք
մեր գոնե մեր ժողովրդի մեջ որոշ անհատներ կան, որ տեղեկություն ունեն, ոչ բոլորը, բայց օտարների մեջ ոչ ոք նման տեղեկություններ չունի։ Հետևաբար մենք դեպի օտարները նրանց պիտի թիրախանդեսացնենք մեր իրականությունը մենք ներկայացնելու իրանց։ Եվ իմ գրքերս հիմնականում ամբողջովին հիմնված են այդ նյութերի վրա։ Մենք ինչպես ենք այստեղ եղել, ինչպես են մեր հարևանները ապագայում զարգացել, գոյացել, ծնվել 1918 թվականին եւ հիմա պահանջում են պատմական իրանց հողերը։ Դա մի քիչ պարոդի է խնդիրը, այսպես է, որ երբ Ադրբեջանը ծնվել է 1918 թվականին, նրանք ցանկանում ներկայացնում են, որ ամբողջ տարածքաշրջան իրենց պատմական հողերն են։ Իսկ Հայաստանը արևմտյան Ադրբեջանն է, որ այժմ զբաղվում գրավել են հայերը։ Այդտեղ խնդիր կա իրականում ժամանակային ընկալման մեջ, իրենք պատմական կարող են համարել 50-100-150 տարի ժամանակահատվածը, մեզ համար պատմականությունը 6-7 տարի խորքեր է գնում։ Հետաքրքիրն է, որ նրանք իրենց ներկայացնում են, որ աննվազագույնը 3000 տարվա պետություն։ Այդ դեպքում որտեղից են հաշվում։ Այդ հաշվում են այն ժամանակվանից, որ Պարսկաստանում գոյություն ունեցել մի Մարաստան երկրամաս, որի ժողովուրդը խոսում էր պարսկերեն ազերի լեզվով, որը պարսկական Փեհլևի դիալեկտներից էր, հետո աստիճանաբար այդ շրջանի անունը փոխվեց, դարձավ Աթրոպատենից հետո դա տրոհվեց, դարձավ Ադրբեջան, Ադրբեջան, որը Պարսկաստանի հյուսիսարևմտյան նահանգն է, ուր դեռ մինչև 15-րդ դարը խոսում էին այդ Ադրբեջանի ազերի լեզվով, որը պարսկական իրանական լեզու էր։ Եվ քանի որ այնտեղ իշխում էին 16-րդ դարից հետո թրքախոս սկզբում սելջուկները, մոնղոլները եւ այլն թրքախոս ազգեր, տեղի ժողովուրդը, քանի որ լեզուն գրավոր լեզու չէր, իրենց լեզուն աստիճանաբար փոխեց իշխողների, իշխանավորների լեզվին, թուրքերենի։ Իսկ այդ ժամանակ նույն շրջանում ապրում էին հայեր, բայց քանի որ հայերն ունեին գրավոր մշակույթ, նրանք իրենց լեզուն պահպանեցին։ Ես ձեզ օրինակ կարող եմ տամ աշխարհում, այսօրվա աշխարհում, տեսեք Ֆիլիպինում խոսում են իսպաներեն, բայց իսպանացի չեն։ Ամբողջ հարավային Ամերիկան, բացի Բրազիլիան, խոսում է իսպաներեն, Մեքսիկան խոսում է իսպաներեն, բայց արդյոք դրանք բոլորի իսպանացի են։ Քանի որ իշխանացիներն են իշխել ժամանակին, սրանց լեզուն էլ գրավոր չի եղել, բոլորն ընդունել են իշխողների լեզուն։ Նույնն էլ կատարվել է Պարսկաստանի Ատրպատական նահանգում, հյուսիսարևմտյան։ Իրենց լեզուն դարձել է թուրքերեն։ Հետո թուրքերը, երբ որ ներխուժեր են արդեն այդ տարածաշրջանը, Ալիևն ասում է, սրանք բոլորը մենք ենք։ Լավ, այդ դեպքում իրենց ինքնանույնականացումը ինչպես է գնում։ Իրենց համարում են իրանական ժողովուրդ, թե իրենց համարում են թուրքական ժողովուրդ, կովկասյան թաթար ժողովուրդ, ալանների հետևորդ, աղվանների հետևորդ։ Գիտեք ինչ է, այսօրվա Ադրբեջանի ժողովուրդը նայած պայմանների, նայած որտեղ են խոսում, տարբեր բաներ են ներկայացնում որպես իրենց նախահայրերը։ Երբ որ խոսում են արևմուտքի իշխանավորների հետ, քրիստոնյաների հետ, նրանք ասում են մեր նախահայրերը աղվաններն էին, որոնք քրիստոնյա էին, հետո դարձան իսլամ, իրենք են կառուցել բոլոր այս եկեղեցիները, վանքերը եւ այլն հոգեվոր շինությունները, մոռանալով որ դրանք այդ աղվան ցեղերը 11-12-րդ դարերում արդեն դարձել էին մուսուլման, իսլամն էին ընդունել։ Ինչպես էին կարող միջնադարյան բոլոր մատուրների, եկեղեցիները, վանքերը կառուցել։ Հիշել էին, որպես պետք լավ կլինի քրիստոնեական եկեղեցի կառուցել։ Այո, երկրորդն էլ դրանք երբ որ ասում են, որ ուրիշի հետ են խոսում, արաբական երկրների, իսլամական երկրների հետ են խոսում, հատկապես երբ որ Թուրքիայի հետ են խոսում Էրդողանի հետ, Ալիևը ասում է մենք նույն ժողովուրդն ենք բաժանված երկու մասի։ Նույն թուրք օղուզներն ենք։ Այսինքն իրանական չեն կարող լինել, եթե թուրք օղուզ են, ալան չեն կարող լինել, եթե թուրք օղուզ են։ Բայց այդ արդյունքը իրանք ներքին համագումար կազմակերպեցին 1996 թվականին, որ որոշեն իրենց արմատները որտեղից են, աղվաններից, կովկասյան, թե օղուզ թուրքերից, եւ արդյունքի չհասան։ Երկու օր բանակցություններից հետո ոչ միայն արդյունքի չհասան եւ մնաց այդպես անորոշ այդ վիճակը։ Ամենահին քարտեզը, որին
Դուք անդրադարձել եք որ ժամանակաշրջանի է վերաբերում։ Ամենահին աշխարհացույց քարտեզը բաբելոնյան մի կավիսալիկ է, որը գտնվում է բրիտանական թանգարանում, որը տարվել է Նինվեից, Բաբելոնից, Նինվեում պատրաստված կավիսալիկ է, որի վրա աշխարհի կենտրոնում 3 երկիր է նշված՝ Բաբելոն, Ասորստան, Հայաստան։ Այդ երկիր Հայաստանը ՌՌՏ քանի որ սեպագիր արձանագրություններով չէր գրվում ձայնավորները, ուրեմն ՌՌՏ Արարատ է գրված։ Արարատի երկիր։ Ուրարտուն էլ նույն ՌՌՏ-ն է։ Հա։ Տեսեք, այսինքն կապ չունի այս գրում բրիտանական գրադարանի մասնագետը, որ անցյալ տարի էստեղ էր, Irving Finkel անունով մի հրյա պրոֆեսոր է, որ աշխարհում ամենահայտնի մասնագետն է ձեռագրերի, ասում է, որ այս բանի մեջ գրված է, որ սեպագրի մեջ արձանագրությունը չկա, որ ճանապարհը ինչպես հասնել դեպի Արարատ լեռը։ Հետո այդ մասի վրա գրած է Ուրարտու, երբ որ հասնում ես այնտեղ։ Եվ հերիական իսպետ պատմական գրականության մեջ էլ Արարատը եւ Հայաստանը եւ Ուրարտուն նույնականն են։ Ասորական սեմական լեզուներում Ուրարտու էր կարդացվում եւ բայց այդտեղ 3 լեզուներով էր, չէ՞, քարտեզի վրա։ Այդ քարտեզի վրա այդ մեկ ուրիշ արձանագրություն կա դարե առաջինի, որ 3 լեզվով է, էլամերենով այդ հարևան երկրի անունը դնում են Հարմինույա, պարսկերեն, հին պարսկերենով Արմենիա, որ այսօր էլ Պարսկաստանը, Արմենստան, Արմենիա անունը տեղից է եկել, երրորդն էլ բաբելոնյան լեզվով գրած է Ուրարտու։ Այսօր շատ հեշտ այսօր կարող ենք համեմատել երկրի։ Գերմանիային մենք ինչ ենք ասում են Գերմանիա։ Ֆրանսիացիք ասում են Ալեմանիա, իսկ իրենք ասում են Դոյչլանդ։ Ոչ դրան կապ չունի իրան։ Ոչ մի կապ չունի, բայց նույն երկրի մասին ենք խոսում։ Այսօր նույնն էլ էստեղ է կատարվել ժամանակին, բայց քանի որ աշխարհում այնպես է, որ օրենքն այսպես է ալևն էլ այդ բաների վրա հիմնված, եթե սուտը շարունակաբար կրկնես, աստիճանաբար ընդունելի է դառնում եւ մի քանի տասնամյակ հետո էլ դառնում է իրականություն։ Հիմա նրանք անընդհատ ասում են, որ Ադրբեջանը այստեղում եղել է, Հայաստանի չի եղել, եթե դրա դեմ խոսող չկա, աստիճանաբար ամբողջ աշխարհը կընդունի դա որպես իրական ընդունելի, հետո կդառնա իրականություն։ Ուրեմն մենք առաջին հերթին մեր գործը պիտի անենք։ Ես ցավում եմ ասել, որ մեր պատմաբաններից մեկուսի հետ ես 2005-6 թվականին վեճ ունեցա, որին ասում էին ժամանակ ես կորցնում ցույց տալու, որ Ադրբեջանը կեղծել են քարտեզները պատմությունը։ Աշխարհում բոլորը գիտեն, որ դա կեղծիք է։ Ոչ ոք չգիտի։ Դուք գնացեք Եվրոպացի մասնագետներից հարցրեք, տեսեք նրանց գրադարաններում ինչ կա։ Ադրբեջանի պատրաստած կեղծիքները։ Մենք փուչիկի մեջ ապրում ենք, ստի փուչիկ ենք ստեղծել ինքներս մեզ համար, կարծեմ ժամանակ ես կորցնում, ժամանակը մի վատնի ես բաների վրա։ Իմ վատնած ժամանակի արդյունքը այսօր տեսնում ենք։ Որ այս գրականությունը ես եմ պատրաստել, Ադրբեջանը ոչ մի կերպով չի կարողանում հակառակը փաստել, քանի որ իրանց աղբյուրներից են վերցրել բոլորը, որ ներկայացնում եմ իրենց։ Ձեր մոտ մի գիրք է դրված, դա թվով որորդ գիրքն է, ձեր 14-րդ գիրքս է, որ արդեն տարբեր նյութ է, հիմնականում սկիզբը տարբեր էր այս գրքի, ուրեմն երբ որ ես հետազոտություններ էի անում գրականության, քարտեզագրության վերաբերյալ, 2005-ին Մատենադարանում սկսեցի ձեռագրերի մեջ քննել քարտեզներ եւ այլն։ Եվ հայտնաբերեցի ինչ-որ մի քարտեզ 13-14-րդ թվականի ձեռագիր հայերեն քարտեզ։ Մեր թվարկության սա։ Այդ քարտեզը որտեղ տեսնում եք։ Ես հենց այդ պահին բացեցի այս քարտեզը Մատենադարանումն է գտնվում եւ հնագույն հայերեն քարտեզն է։ 13-14-րդ դար։ Մեր թվարկության առաջին դար 13-14-րդ դարին պատրաստված գրված դարի 13-14-րդ դարի պատրաստված քարտեզ է, որ հայերեն հնագույն քարտեզ, դրանից հունի չունենք։ Ուրեմն, երբ որ այս մասին ես գնացի խոսեցի բրիտանական թանգարանում գրադարանում մասնագետի հետ, ասաց այդ ինչ քարտեզ է, բեր նկարը տեսնենք ինչ է։ Հաջորդ անգամ եկա նկար վերցրեցի քարտեզի պատկերը դրած, ասում շատ զարմացան, որ այս եվրոպական տեսակի միջնադարյան քարտեզների TO քարտեզների նման մի քարտեզ է հայերենով։ Ամբողջովին հայերեն։
թե տառը օտարի մեջ տեղադրված Հա։ on շրջակայված աշխարհի շրջանաձև աշխարհն է, որը շրջապատվեց աղի ջրերով, թեն 3 ջրային տարածքներն, որ մայր ցամաքները բաժանում են իրարից։ Այդ քարտեզներին վայց պատրաստված քարտեզ է։ Մարդն ասած է ինչ է, սրա համար մենք հոդված կարելի է գրի մենք ներկայացնենք մեր միջազգային քարտեզագրական ամենակարևոր ժուրնալի մեջ դրանք։ Ես նայեցի տեսա այդ մարդը մեկը հետազոտել է Խաչատրյան անունով այդ քարտեզը, մետեղ հոդված ունի գրած դրա մասին, բայց հետվազի վերնագրից տեսա ես իմացա որ դա արժեք չի կարող ունենալ, քանի որ անունը դրված է Միջնադարյան ձվածիր հայերեն քարտեզ։ Ձվածիր այսինքն ինչ։ Օվալաձև Օվալաձև։ Իսկ քարտեզում կարկինի ծակը կենտրոնում կա անցքը։ հստակ շրջան։ Որ շրջածագծված եւ չափում ես տեսնում ես 117 մմ ամեն կողմից։ Ուրեմն մարդը չի տեսել քարտեզը, նկարի վրայից է իր քարտեզը գրել եւ գրելու ձեմն էլ խորհրդային միության այդ գովաբանական մեթոդներով գրված էր եւ այլն, որ ընդունելի չի Եվրոպայում։ Ես եվրոպական ստանդարտով հատված գրեցի 2008-ին լույս տեսավ այդ իմագումնդի աշխարհի ամենակարևոր քարտեզագրական նյութի մեջ։ Հետո ես եկա սկսեցի փնտրել ուրիշ բաներ փնտրել այդ գրքերի մեջ եւ երկար փնտրտուքից հետո ահագին նյութ գտա, որը քարտեզներ եւ այլն եզերագիտության դրա վերաբերյալ են եւ հետեւյալ արդյունքի եկա։ Տեսեք, մենք Մատենադարան ունենք միջնադարյան ձեռագրերի հսկայական հավաքածու, որը հայերեն է բոլորը, որի մասին գրված հոդվածները հայերեն են, որի ցուցակները հայերեն են, որի ինչ որ տեղեկություն կա դրանց մասին, բոլորը հայերեն են։ Այսինքն օտար մարդը չգիտի մեր Մատենադարանում ինչ գոյություն ունի։ Հասու չի կարողանալու, որովհետև չի ոչ մետեղ դրա մասին ոչինչ չկա։ Որոշեցի իմ իմացած նյութով քարտեզագրություն, դիեզերագրություն եւ այլն եւ կենթանակերպին վերաբերյալ ինչ որ քարտեզանման նյութ կա Մատենադարանի ձեռագրերի մեջ, հավաքել, իմի վերել, պատկերը դնել գրքի մեջ, դրա հայերեն գրափարի թարգմանությունը անգլերենով տալ եւ ներկայացնել օտարին, որ օտարի հետազոտողը իմանա Հայաստանում քարտեզների ձեռագրերի մեջ նման քարտեզներ կան, նյութեր կան։ Եթե հետաքրքրված են, գան սկսեն հետազոտել։ Սա առաջին գիրքն է, որ Մատենադարանի ունեցած գանձերը թարգմանաբար հայերեն անգլերենով է ներկայացնում։ Քանի քարտեզ եք այստեղ հավաքել։ Ես քարտեզները ուրիշ երկրորդ մասն են։ Սրանք ես 70-ի մոտ Մատենադարանի ձեռագրերից քարտեզներ եմ հավաքել դրա մեջ, քարտեզներ, քարտեզագրական խավարման ծրագրեր, ինչպես է խավարումը լինում, ինչպես են լուսնի փուլերը գոյանում, մոլորակների ծիրերի մասին, ընտանակերպի մասին եւ այլ, այդ բոլորի մասին պատկերներ կան այդ գրքի մեջ, իրենց պատմական բացատրություն եւ որ ձեռագրի, որ էջից են հանված դրանք։ Այսինքն սա ոչ միայն քարտեզների ժողովածու ալբոմ, այլ հանրագիտարանային նյութ։ Առաջի կեսը դրա ամբողջ Մատենադարանի մեջ եղած ձեռագրերի բաների նյութ է։ Նույնիսկ աշխարհացույցից օրին էջեր կան այդտեղ դրված, չնայած քարտեզ չունի աշխարհացույցը, միայն բացատրությունը։ Բայց այդ բացատրությունը կարելի է կազմել, չէ՞, այդ բացատրություններից մեկ հայեր անգլերենի եմ թարգմանել այդ մեկ էջը, որը ինչի մասին է խոսում այս գիրքը, եւ հետո հետաքրքրող է կարող է տեսնել մնացորդն ինչ է դրա։ Եթե չեմ սխալվում, Պտրոմեոսյան քարտեզն էլ չէ, նկարագրություն հիման վրա գծված քարտեզ ունենք։ Ընդհանրապես քարտեզները հինում նկարագրությունների վրա են գծվում, եւ Պտրոմեոսի քարտեզից բարեբախտաբար մեկ առաջին տպագիր օրինակներից Մատենադարան ունի 1486 թվին տպագրված Գերմանիայի Ուլմ քաղաքում նվեր է ստացել Մատենադարան եւ ունի այդ քարտեզը։ Դա ամենամեծ գանձն է Մատենադարանի գրքում մանրամաս ներկայացված է։ Նաեւ դա կա։ Այո, տեսեք, առաջի կեսը ձեռագրերի մեջի ձեռագիր քարտեզներն են։ Բայց ինչքան հետո երկրորդ կեսը ուղղակի ուզում եմ ցույց տալ, որ տեսնեն թե ինչ գեղեցիկ քարտեզներ են, այստեղ
լուսնային Հողմերի ուղղություններն են, թարներն են, այնտեղ Երուսաղեմի բաժանումներն են, քաղաքի մյուսը Այստեղ ոնց որ Ծաղկյալ խաչի կենտրոնում այո, խաչի կենտրոնում չգիտեմ ժամանակին ինչ խնամքով եւ ինչ հոգատարությամբ են կազմել այո եւ այդ նույն հոգատարությամբ ոնց որ ծաղիկ նկարած լինեք ինչ գեղեցիկ է ինչ այո դա մոլորակների կենթանակերպի եւ այլն տարբեր երկրների եբրայական ամիսների հայկական ամիսների համընկնումն է ցուցակեց օրացուցային համադրություն այո համադրությունը ամբողջ մյուսը լուսնի տարբեր փուլերի մասին է գծագրերը եւ շատ հետաքրքրական է որպես յուրովի գծված բաներ են սրանք Այսինքն պատահական չի, որ գիրքը կոչվում է տիեզերագիտական եւ աշխարհագրական ժառանգությունը Մատենադարանի։ Իսկ երկրորդ մասը գրքի հիմնականում Մատենադարանում եղած քարտեզների կարևոր քարտեզների պատկերներն են։ Այդ քարտեզներից մեծամասնությունը իմ հավաքածուներն, որ ես ժամանակ 12 տարի առաջ նվիրել եմ Մատենադարանին, եւ դրանց մեջից ներկայացված են կարևորները ամենահինը հենց Պտրոմյոսի քարտեզն է, որտեղ գոյություն ունի տպագիր քարտեզ որպես դա էլ ցույց է տալիս մենք ունեցած այն քարտեզները, որը հավանաբար աշխարհում ուրիշ տեղերում քիչ կան կամ ընդհանրապես մեխանիզմը չկան, միակն են, որ մենք ունենք Պարոն Գալիչյան, երբ որ ուսումնասիրում եք այս նյութը, տպավորություն ունեք, որ մարդիկ համաշխարհային գիտությանը ծանոթ են եղել նաև տարբեր երկրների թե իրենք ծվերով բաներով ասեմ գիրք կա որ Եվրոպայում Հոլանդիայում տպագրվել է 1586 թվականին 1586 թվականին աշխարհագրության վերաբերյալ այդ գիրքը 1617 թվականին ինչ որ մեկը նստել ամբողջովին թարգմանել հայերենի ամբողջ գծագիրները հայերենով գծագրել եւ գիրք պատրաստել Եվ տպագրել Հայաստանում տպագրված չի սա ձեռագիր ձեռագիր 17-րդ դարում 1617 թվականին Դուք գիտեք այն ժամանակ մենք ոչ իշխանություն ունեինք ոչ երկիր ունեինք անկախ կամ կախյալ բայց ինչ որ մարդիկ հետաքրքրվում էին համաշխարհային գիտությամբ քարտեզ ունենք որ 4-րդ դարի հռոմեացի մի մակրոբիուսնով պատմաբանը բացատրել է աշխարհի ինչ տեսակ եղանակներից է կատարած եղանակային քարտեզ 4-րդ դար 5-րդ դարում է պատրաստվել թարգմանությունը հայերեն կա Ես զարմանում եմ ինչ կազմը ինչպես են եղել այդ անհատներն ովքեր են եղել որ առանց իշխանություն ունեն գլխների վրա ունենալու առանց պետություն ունենալու նման համաշխարհային արժեք ունեցող գործեր են արել Դա սկսվել է ըստիս 5-րդ դարից, երբ Մեսրոպ Մաշտոց Սահակ Պարթև եւ Ռամշապու արքայի միասնությունը բերեց հայկական ինքնության պահպանման հիմնասյան ստեղծման, Այբուբենի ստեղծման, որից հետո դպրոցներ ստեղծվեցին եւ Մաշտոցի ու Սահակ Պարթևի ղեկավարությամբ եւ թագավորի ֆինանսական աջակցությամբ երիտասարդները գնում էին դրսից բերում գրքեր տարբեր գիտություններին վերաբերող գրքեր, նյութեր եւ դրանք թարգմանում էին հայերեն։ Եվ այդ թարգմանական շարժումներ, որ հաստատում 17-18 տոներն էլ կան եւ որ այդ գորեցերը վարում են, բայց դա խոսենք այն ժամանակ մեր եկեղեցին ուժ ուներ, հետո մեր իշխանները կային, մեր իշխանավորները կային թագավորության մնացորդ դարում, Բագրատուներները կան, 17-րդ դարում քիչ էին արդեն, բայց 17-րդ դարում չկային դրանք Հենց այդ եկեղեցին էր փաստորեն դարում ով էր անում այդ գործերը Իսկ որ վանքից է մնացել դա էլ չկա Մեծ մասը տեղեկությունները անհայտ են որտեղից են որտեղ է գրվել քանի որ այն ձեռագրերի մեջ որ վերջը նշվում է հոլոֆոնի մեջ որ ով է գրել ինչի արել դրանց մեջ հոդվածներ են տեղավորել աշխարհագրական որ այդ հոդվածը ով է տեղավորել ինչպես է տեղադրել դրա մեջ նյութը հոգևոր նյութը մեջտեղում հանգարց տեսնում ես մի գլուխ կա աշխարհագրության վերաբերյալ բայց ոչ սկիզբ ունի ոչ վերջ ունի դա այդպես որ տեղադրված է մասնավոր հենց այդ մեր հատուկ ամենահին քարտեզը 1242 թվով ձեռագրի մեջ է այդ թվով ձեռագրի Նյութը լրիվ տարբեր բաներ է գրքույկի երկու էջ կա դրա մեջ որ քարտեզներ եւ կենթանակերպի ու մոլորակների համընկնումն է
Այդ կերպակերպի համընկնումը այսօրվա ընդունված տարբերակով նույնն է։ Ճիշտ նույնն է, այսօրվա կան կենթանակերպն է, եւ մի հետաքրքիր նյութերը տեղ գտա, որ մարդկային մարմնի վրա նշված են երկրների անուններ։ Օրինակ գլուխը Բաբելոնը, վիզը Պարսկաստանը, կրծքի մեկ մասը Հայաստանը, ոտքերը Հնդկաստանն են եւ այլն։ Եվ ես հետաքրքրվեցի, որտեղից ինչ կապ ունի դրանք։ Հետո կենտանակերպները միանում դրանց։ Մի մասը թե երկրի անուն կա, թե կենտանակերպի անուն կա։ Երկար հետազոտություններ, տարիներ փնտրել եմ սրանց մասին, վերջապես գտա երկրորդ դարում Պտղոմեոսը, որ այդ քարտեզագիրն է, մեկ գիրք ունի անունը կոչված Տետրաբիբլոս, 4 գիրք։ Այդ գրքի մեջ մեկ գլուխը հատկացված է կենթանակերպի ներողություն, մարդու մարմնի եւ երկրների կապը ցուցակներով։ Երկրորդ դարում գրված գիրք է։ Այս մարդիկ 12-րդ դարում որտեղից են գնացել դրանք գտե 15-14-րդ դարում։ Այդ գրքից վերցրել են իրանց հատազոտությունները, իրենց պատկերներն են նկարել։ Իսկ ինչպես էին բացատրում, ինչու է օրինակ Բաբելոնը գլուխը կամ Սիրտը Հայաստանը։ Պետք է մասնագետը դրանք ուսումնասիրի, հետո նոր հասկանա ինչ պատճառներով ինչու են դրանք դրվել։ Իմ նպատակն էր, որ ցույց տամ, որ այսպիսի բաներ կան, այսպիսի իրողություններ կան, այսպիսի մատերիալ կա այս մատենադարանում, որը արժանի է հետազոտության։ Մատենադարանում այնքան տարբեր արժանի նյութեր կան հետազոտության, որ ես չգիտեմ մարդկային քանի սերունդ պիտի դրանք ուսումնասիրի, բացահայտի ու իշահ մարդկության դնի օգտագործման։ Քայլերից մեկն է, հիմա արդեն մատենադարանը սկսում է ուրիշ նյութերը, բժշկական նյութերով ինչ որ գրականություն են սկսում տպել։ Օտար լեզուներով։ Օտար լեզուներով։ Շուտով կհրատարակվի Ալեքսանդր Մակեդոնացու ենթագրությունը, որտեղ մենք 10-15 գոնե ես 10-15 ձեռագրի մեջ տեսել եմ Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը պատկերազարդ հայերենով։ Եվ հետաքրքիր ինչ էին անում միջնադարում Ալեքսանդր Մակեդոնացու կենսագրությունները գրում են։ Էլ դրան չեմ ասել, որ դրանք հետազոտ են։ Ճիշտ եմ հասկանում, որ այստեղ անգամ Մատենադարանի գանձանում պահվող քարտեզները ոչ բոլորն են հայկական ծագումով։ Այո, ոչ բոլորն։ Իհարկե, հայկական ծագումով շատ քիչ կա։ Հա։ Հազվագյուտ են հայկական ծագումով, որտեղ մենք քարտեզագրությունը առաջին մեկ քարտեզն ունեցել ենք 13-14-րդ դարում, հետո դրանից հետո վերջի ձեռագիր մեծ քարտեզը 1691-ին Իտալիայի Կոնստանտինոպոլով պատրաստվել է Իտալիայի կոնտ Մարսիլի դուքսի պատվերով, հայկական եկեղեցիների քարտեզն է Օսմանյան կայսրության մեջ։ Դա այն քարտեզը հսկայական քարտեզ է 4 մետր մեծությամբ, լայն երկարությամբ 1.20 մետր լայնությամբ։ Դրա պատճեն, որը ճիշտ օրինակն է, ինչպես որ ինքը կա, նվիրվելու է շուտով Մատենադարանին։ Ոայ հրաշք կլինի, պետք է գնալ անպայման տեսնել ուսումնասիրել։ Հատուկ բան է լինելու։ Այսինքն դուքսի կողմից պատվիրված, որ հայկական եկեղեցիները քարտեզագրվեն։ Վանքերի քարտեզը 800 եկեղեցի եւ վանք 1691 թվականին։ Այդ որ աշխարհագրական տարածքում, Օսմանյան Թուրքիայի տարածքում։ Հետաքրքիր դրանցից քանիսն են պահպանվել։ Դա էլ ուրիշ խնդիրներից է, որ պետք է համեմատում ենք, տեսնենք որերը կան, որերը չկան եւ այլն։ Հետաքրքիր պիտի։ Մեծ աշխատանք է դա, հույս ունենք, որ Մատենադարանում որոշվել է, որ 2 սենյակ հատկացվի քարտեզագրության եւ այդտեղից սկսելու ենք, որ այդ հետազոտությունները քաջալերենք, որ մարդիկ սկսեն նման հետազոտություններ անեն իտալացիների հետ միասնեղ, քանի որ աղբյուրը Իտալիայից է եկել, մարդը իտալացի է եղել, Բոլոնիա քաղաքից է եղել, Մարսիլին, եւ այդ քարտեզը գտնվում է Բոլոնիայի համալսարանում։ Հետաքրքիր է։ Իսկ խոսեցինք այդ հին սալիկների վրայի եւ արձանագրության քարտեզների մասին, դրանց վրայի պատկերով հնարավոր է տեղայնացնել, թե կոնկրետ որ հատվածն է նկարագրված այդ քարտեզում։ Քարտեզի վրա մեկ հատ քարտեզ կա, դե բոլոր տասնյակ հազար սալիկների մեջ մեկն է, որ քարտեզ է, աշխարհի կենտրոնի քարտեզն է, եւ ինքը ցույց է տալի աշխարհը շրջանաձև է, շուրջը ամբողջ աղի ջրեր են,
ծովերով շրջապատված, Եփրատ գետը կա, եւ դրա մեջ 3 երկիր են նշված գումարած մի քանի քաղաքներ, որ ինչպես ասացի, Բաբելոնը կենտրոնում է, հետո Ասորեստանը կողքը, հետո նրա կողքն էլ Հայաստանը։ Դա հնագույն քարտեզն է, դրանից հետո քարտեզ չունենք մինչև մեր թվարկության սկիզբները։ Հռոմի պատերին Հռոմում կարելի է հանդիպել հին աշխարհի քարտեզներ, տարբեր կայսերի ժամանակների, տարբեր ժամանակաշրջանների քարտեզներ, որտեղ եւս Հայաստանը կա։ Այո։ Դա շատ ցավ է պատճառում շատ հարևանների, բայց պատմականության հետ ոչ մի բան չեն կանում։ Նման քարային քարտեզները եւս ձեր ուշադրության եւ հետաքրքրության շրջանակում են։ Ճիշտ ասած, իմ ուշադրությունս կենտրոնն այդ քարտեզներն եղել, որ ժամանակին են պատրաստվել, իրենց ժամանակ, այդ նյութի ժամանակ։ Այդ քարտեզները, որ մենք ասում ենք Իտալիայի Via dei Fiorium դրված են, մի շարք քարտեզներ, 20-րդ դարի առաջի 40-ում 30-ական թվականներին են պատրաստվել։ Պարզապես ցույց են տալի հռոմեական կայսրությունը, որ դարում ինչ շրջաններ, ինչ տարածքներ է ունեցել։ Բայց պատմական նյութի հիման վրա կազմված քարտեզները։ Իհարկե որ պատմական նյութերի վրա, պատմական իրականության վրա է կառուցված դրանք։ Այսինքն դրանք եւս գիտական արժեք ունեն դրանք, բայց որպես հնություն արժեք չունեն։ Նոր են կառուցված։ Բայց որպես փաստ, որ ինչ է եղել դրանի հռոմեական կայսրությունը, ինչպես է եղել մինչև Հայաստան է ասել, Հայաստանի անունն էլ համարյա բոլոր այդ քարտեզների մեջ կա որևէ ձևով, եւ Ադրբեջանի անունը չկա։ Ես իմ այս գրքի մեջ, նոր վերջին գրքի մեջ եղած էլ 50-60 քարտեզը, որ կա, սկսում է ամենահինը, որ Մատենադարանում գոյություն ունի այդ քարտեզից, Պտղոմեոսի քարտեզից, մինչև այսօրվա քարտեզները, դրանց մեջ մինչև 1918 թիվ Ադրբեջան անուն գոյություն չունի Արաքսից հյուսիս գտնված տարածքում։ Դե եթե վերցնենք ադրբեջանցի ազգի, այսպես ասած, ժողովրդի անուն, որպես այդպեսին իրավական թղթերում, փաստաթղթերում հայտնվել է 1936 թվականին Ստալինյան երկրորդ խորհրդային սահմանադրության մեջ, մինչև այդ գրվում էր հայ, վրացի եւ կովկասյան թաթար։ Պետության անունը գրվում էր Ադրբեջան, բայց ժողովուրդը էթնիկ ժողովուրդ չէր, գրվում էր կովկասյան թաթար մինչև 36 թվականը։ Բայց հենց այդ Ադրբեջան անունը, որ սովետական ժամանակ գրվում էր, սկիզբ առաջի անգամ այդ կոչվել է 1918 թվականին, Արաքսից հյուսիսը կոչվել է Ադրբեջանի։ Եվ ռուս մասնագետ արևելագետ Բարթոլդը, Վլադիմիր Բարթոլդը 1923 թվականին, երբ որ Բաքվի համալսարանում դասախոսում էր, ուսանողներից մեկը հարց է տալիս, որ ինչպես է, որ մեր երկրի անունը մեր հարևան երկրում գտնվող Պարսկաստանի նահանգներից մեկի նույն անունն է։ Ինչպես է պատահել։ Բարթոլդը բացատրում է, որ մեր երկրի անունը այդ չէր, ստեղ անուն չուներ երկիրը, կովկասյան մուսուլման եւ մուսուլմանների երկիր էր, երբ որ ստեղծվեց ազգայնամոլ բարոն Ռասուլզադեն, Էմին Ռասուլզադեն Օսմանների հետ բանով խորհրդակցելով երկրի անունը Պարսկաստանի նահանգի անուն վերցրեցին, դրեցին իրանց վրա։ Բայց հարցնում է ինչու։ Դա քաղաքական բան է, որտեղ ապագայում հետո պահանջ տեր կանգնեն Պարսկաստանի տարածքին եւս։ Եվ նույնն էլ արեցին 47 թվականին։ Աշխատեցին նա ներառնել խորհրդային միության մեջ, բայց պարսիկները դիվանագիտությամբ դրա տակից դուրս եկան։ Գիտեք ինչ էի ուզում հարցնել, ամենահետաքրքիր քարտեզը, որը անսպասելի է եղել եւ նորովի ձեր գիտելիքներին եւ ձեր պատմական այդ ամբողջ պաշարին նայելու առիթ է տվել, որն է եղել։ Ճիշտ ասած, ես մի հատ հետաքրքիր քարտեզ գտա, որի աշխարհի ոչ մի ուրիշ գրադարանում չեմ գտել։ Այդ պատահմամբ գտել եմ եւ գնել եմ այդ քարտեզը, օրինակ 1877 թվականի ռուս թուրքական պատերազմի ժամանակվա տարածքի քարտեզն է տպագրված Թուրքիայում, Անկարայի ռազմական նախարարության կողմից։ Այդ քարտեզի վրա մեծ տարածքում ամբողջ գրված է Թուրքիա, Օսմանյան կայսրություն, հետ Օսմանյան կայսրություն Եփրատից մինչև Պարսկաստանի տարածքի վրա գրած է Հայաստան, Արմենիա, Արմենստան, Վանից ովից հարավից
դեպի Դիարբեկիրի մոտից սկսած մինչև Պարսկաստանի հարավային շրջանը Քուրդիստանը գրված, Ադրբեջան գրված է Արաքսից հարավ Պարսկական նահանգի վրա, որպես նահանգ որպես Պարսկաստանի նահանգ, իսկ Ադրբեջանի այսօրվա տարածքի վրա գրված է Շիրվան։ Շիրվանը մեկ անուն էր, որ այդ տարածքին տրվում էր վերջի 17, 18, 19 դարերի ընթացքում, հնդուկ մինչև 1918 թիվ։ Այդ տարածք, որ Ադրբեջանն է գրում, դրան անուն են Շիրվաներ։ Որպես պարսկական պետություններից մեկն էր դա։ Պետության ենթակայության տակ գտնվող տարածք։ Պարսկական խանությունները ընտեղ էին, բավականված են խանությունների։ Այդ խանություններից մեծը Շիրվանն էր, ամբողջ տարածքը եվրոպացիները որոշեցին կոչել Շիրվան։ Հետո 1918 թվին անունը վերափոխվեց դարձավ Ադրբեջան, եւ Ալիևն էր ասում մենք 3000 տարվա իշխան ինքնություն ունենք։ Այստեղ նաեւ աստվածաբանական քարտեզներ կան, չէ՞։ Աստվածաբանական չէ, ավելի ես քեզ կասեի տիեզերագրական գծագրություններ բաներ են։ Աստվածաբանական քարտեզ, եթե ուզեք համարել, մի քանի հատ քարտեզ կա, որ տարածքի շրջանն է եւ Հայաստանի տարածքն են գրած է երկրային դրախտ Հայաստանի վրա։ Այդ ում քարտեզն է։ Անգլիացի քարտեզագետ է, մեկն է ֆրանսիացի քարտեզագետ է։ Իրենք եկել են դրախտը քարտեզագրելու, գտել են երկրային դրախտը տեղադրել են Վանա լճի եւ Ուրմիա լճի միջև այդ շրջանը։ Որ թվի քարտեզ է։ Մեկը 1600 թվականների է, մյուսը 1760 ինչ։ Հա։ Իսկ ցուրտ ճանապարհորդների նոթերի հիման վրա կամ իրենց գծագրած քարտեզներ կան, թե չէ։ Այո, ճանապարհորդները իրենց երբ որ գրում են իրենց ճանապարհորդություններին, քարտեզագետ էին վերցնում իրենց բացատրած ճանապարհը գծի քարտեզի վրա, եւ այդպեսի քարտեզներ Մատենադարանում կան։ Իսկ թուրք ճանապարհորդների նման ճանապարհորդներին կա ճանապարհորդը իրենց ամենահայտնի ճանապարհը Աբուլ Ֆիդան էր, որ արաբ էր, թուրք չէր ավելի։ Նրա ճամփորդությունների մեջ գրում է, ցուցակ է կազմում, այսինչ քաղաքները Հայաստանի քաղաքներն են, այսինչ քաղաքները Պարսկաստանի քաղաքներն են, Ադրբեջան գոյություն չունի, որ ասես Ադրբեջան։ Արանի, Աղվանքի քաղաքների անուններ կա։ Արաբական եւ պարսկական աղբյուրներն էլ բավականին հետաքրքիր պիտի լինեն, այնտեղից ինչ պաշար ունենք։ Մենք օրիգինալ քարտեզներ չունենք արաբերեն, պարսկերեն որտեղ դրանք բավական հազվագյուտ են եւ անգլիացիները 18-19-րդ դարում բոլորը գնեցին ամբողջ աշխարհով մեկ։ Ինչ որ կար արաբական քարտեզներ գնել են։ Չկա բրիտանական թանգարանում, որ գնանք այնտեղ։ Թանգարանում կա, թանգարանների իմ մյուս գրքերի մեջ ես երկրորդ գիրքս, որ Կովկասից հարավ երկրները միջազգային հիմնադարյան քարտեզներում Ուրեմն միջնադարյան քարտեզների մեջ մեկ գլուխը իսլամական քարտեզներին է հատկացված։ Այսինքն 60-70 քարտեզ կա, որ ամբողջ այդ տարածքը ցույց տալի է բոլորի վրա Արմենստան, Հայաստանը գոյություն ունի։ Ադրբեջանն է որպես Պարսկաստանի նահանգ գոյություն ունի։ Իսկ այդտեղ վերևում Աղվանքն է, Արան։ Իրենց ասելով պարսկերեն, արաբերեն Արան են կոչում դրան, որ մենք ասում ենք Կովկասի, եվրոպացի ասում են Կովկասյան Ալբանիա, մենք ասում ենք Աղվանք։ Նույն անունն է։ Բայց հայկական աղվանքը եւ կովկասյան աղվանքը տարբեր բաներ են։ Չէ, նույն բաներն են, Պարսկաստան, միայն թե Պարսկաստանը 4-ից մինչև 9-րդ դարերի ընթացքում Ադրբեջանի հյուսիսային շրջանը եւ աղվանքը միացրեց իրան եւ մեկ անունով կոչեց։ Աղվանք կոչեց դրանք բոլորը միացան։ Հետո նորից բաժանվեցին, վերևը մնաց աղվանք, ներքևը մնաց Պարսկական Ադրբեջան, Ադրբեջան, որին մենք հայերս իր հին անունով Ատրպատական ենք կոչում դեռ։ Դա միջնադարյան անունն էր։ Մեր դարասկզբի թվարկության սկզբի անունը այդ էր։ Այդ երկիրը կոչվում էր Ատրոպատեն, Ատրպատական, որոշ անգլիական 18-րդ դարի քարտեզների մեջ էլ տարածքի վրա Պարսկաստանի Ատրպատական նահանգի վրա է Ատրոպատեն կամ Ադրբեջան։ Եթե սահմանը անցկացնենք աղվանքի սահմանը անցկացնենք, որտեղով պիտի անցնի։ Ընդհանրապես Կուրի գետի Կուրից էլ հյուսիս է աղվանքը։ Մեր դիրքից եթե նայենք դեպի արևելք, Քուրից դեպի արևելք աղվանքն է, իսկ Քուրից դեպի արևմուտք այդ հատվածը, որ էլի երբեմն Քուրից արևմուտք հասնում է մինչև Թիֆլիս Կուրը։
այս հատվածը դեպի ներքև ավելի ոչ թե Դեպի ներքևը Հայաստանն է։ Հայաստան, բայց հայկական աղվանք անունով էլ է հայտնի, ուտիկ, աղվանք, ուտիկ։ Բայց դա հայկական տարածքի մասն է եւ ոչ թե աղվանների ժողովրդի աղվանքի պետության։ Գիտեք ինչ է, հայկական աղվանների տարածքներ, աղվան ազգերը, մեկ աղվանը մի ազգ չի։ Ըստ Ստրաբոնի այդ տարածքում Կովկասյան Ալբանիայում աղվանքում ապրում էին 26 ցեղախմբեր, որոնք ամենեկ ուներ իր լեզուն եւ իրար չէին հասկանում։ Այդ մանրակրկիտությունը բացատրում է։ Այսօր Ադրբեջանում 12-ից ավելի ցեղախմբեր կան։ Ցախուրու, ուդիու, ինգիլոյու, չգիտեմ, ավարու, եւ այլն, թալիշ եւ այլն, դրանք ամենեկ իրենց լեզուն ունեն, բայց ոչ ոք իրավունք չունի դա գործածելու։ Արգիլված է այդ լեզուները գործածելու, պետք է խոսեն Ադրբեջանի թուրքերեն։ Եվ իրանք պետք է իրենց համարեն թուրք։ Այսպեսով իրենց ծագումնաբանությունը ուզում են ոչնչացնել։ Փոխանակ Ամերիկայի նման ասեն, որ հա մենք տարբեր երկրներից եկած ժողովուրդների, տարբեր ցեղախմբերի մի երկիր ենք, բոլոր իրենց մշակույթով համեցեք ներկայացեք ձեր մշակույթը եւ այլն, ասում են չէ, այդտեղ միայն թուրք է ապրում։ Ինչպես որ Թուրքիայում Աթաթուրքն արեց։ Թուրքիայում ապրող ժողովուրդը թուրք է, ուրիշ ոչինչ։ Պարոն Գալիչյան, եթե այս գիրքը ուղերձ հղեր հիմա մեզ, ու գրքի ուղերձը որը պիտի լինի։ Գրքի ուղերձն է, որ դիմեք մատենադարան, գտեք հետաքրքիր նյութեր, որոնք ձեզ կզարմացնեն իրենց նորություններով։ Եվ ճանաչեք ձեզ, որովհետև եթե ձեզ չեք ճանաչում, աշխարհում ձեզ ոչ մեկ չի ճանաչի ու չի հարգի։ Դա հերթին է, ինքդ պետք է քեզ ճանաչես եւ կարողանաս ճիշտ ձևով քեզ ներկայացնես ամբողջ աշխարհին։ Քո մշակույթով, քո արվեստով։ Դու քո ուժով կարող ես ժամանակավորապես ներկայացնել քեզ։ Բայց երբ որ ուժդ պակսես, դա մշտական չի ուժ ունենալը։ Այն ժամանակ պետք է միայն կմնա մշակույթը եւ գիտությունը։ Ալեքսանդր Մակեդոնացին ուժով նվաճեց շատ երկրներ, բայց դրանք պահպանվեց մշակույթով, միավորելով մեկ ընդհանուր հելենիստական տարածքի մեջ, մշակույթի մեջ։ Նա գրավեց մինչև Աֆղանստան, բայց նրանք չկարողացավ պահել։ Բայց մշակույթի ազդեցությունը մինչև այսօր մենք զգում ենք, որովհետև հելենիստական այո, մշակույթը մնացել է։ Եվ մենք էլ կարող ենք այդ նույն կերպ մեր մշակույթը զորացնել եւ մշակույթով պահպանել։ Ամենակարևորը մեր ունեցածը մշակույթն է, մեր մշակույթը այնքան արժեքավոր է, եթե Պարսկաստան եք գնում, Պարսկաստանի քաղաքների գյուղերն եք պատտում, հյուսիսը դելա խառնուրդներ են տարբեր ազգերի, թուրքերի եւ այլնները, դա այդքան, երբ որ Պարսկաստանի կենտրոնը եւ հարավն եք գնում, որ հին պարսիկ ժողովուրդն է ապրում, նկատում եք մշակույթի ներկայությունը։ Գյուղացին, որ գրել կարդալ չի իմանում, դες համար Ֆիրդոսից բանաստեղծությունը ասում է այդ մարդը։ Անգրագետը, բայց բանաստեղծությունը իր մտքում կա։ Այդ գեղեցիկ բառերը, որ գործածվում են բանաստեղծության մեջ, նրան հասել է, սերունդ բանավոր անցել է ասել է իրանց։ Այդտեղ տեսնում ես մշակույթը ինչ տարբերություն է արի ժողովրդի վրա։ Մեր մշակույթը ցավոք Եղեռնի պատճառով մեծամասամբ ինչ որ գոյություն ուներ ոչնչացվեց Արևմտյան Հայաստանում։ Եվ յուրացվեց։ Բայց պատառույքներ պահպանվեցին, որ մենք հետո կարողացել ենք զարգացնել մենք եւ նորից վերականգնել մեր մշակութային արժեքը։ Այսօր մշակույթին, այսօր աշխարհի միջազգային բեմերում, օպերաների բեմերում 30-ի մոտ Հայաստանից երգիչ է երգում։ Ամենակարևոր բեմերում Հայաստան աշխարհի։ Ինչն է հիմքը։ Ժողովրդի մշակույթն է հիմքը։ Որ մենք հասցնում ենք այդտեղ։ Եվ սերը, որ ամեն մի կնճիր կարող է հարթել եւ ամեն մի թուլություն կարող է վերածել ուժի, եւ այդ սերն է, որ մեր մշակույթի ակունքներում դրված է։ Այո, մենք մեր երկիրը, մեր մշակույթը պետք է սիրենք, պետք է կապենք, իմանանք ինչ ունենք։ Քանի որ եթե չենք գնահատում ինչ ունենք, դա էլ ձեռքից կտանք։ Շնորհակալություն ձեզ շատ, ես նես շատ կուզենայի, որ ինչ որ մի հրաշքով գիտությունը գտներ մի ձև, որ ձեր ամբողջ ամբարած գիտելիքը սովորական ֆլեշկայի գրիչի նման վերցնեի ձեզանից։ Ես էլ եթե նման մի միջոց լիներ, ուրախ կլինեի փոխանցելու գիտելիքս, որը ցանկացած անհատի։
Որտեվ ձեր տարիներում անբարած այդ ամբողջ գիտելիքը իսկապես մեկ օրում չի կարող գիրք դառնալ, բայց այս մի գիրքն էլ ինչքան որ ստեղծվել է, սրա համար սրանից մի 15-20 անգամ ավելի շատ գիտելիքի հիման վրա է ձևավորվել։ Այո։ Շնորհակալություն ձեր հսկայական աշխատանքի եւ ձեր ջանքերի համար եւ թող Աստված ձեզ երկար տարիների առողջ վառ մտքով եւ մեծ ներշնչանքներով կյանք պարգևի, որ դուք շարունակեք 14-րդն է սա, ես առնվազն սպասում եմ 20-րդի շնորհանդեսին մասնակցելուն։ Մեկի շատ մեծ սպասում եմ ունեցեք իմ տարիքս նկատի առնելով։ Բայց հաշվի առնելով ձեր բեղուն աշխատանքային գործունեությունը, ես չեմ կասկածում։ Կփորձենք, տեսնենք։ Շնորհակալ եմ ամենայն դեպս այդ ցանկության համար ձեր։ Այդ կարևոր բան է իհարկե։ Ես իմ ակնդիրներին եւ ունկնդիրներին հիշեցնեմ, որ այսօր ինքնության տաղավարում ես զրուցում էի քարտեզագետ Ռուբեն Գալիչյանի հետ, ով երկար տարիներ հավաքում է աշխարհի տարբեր ծայրերից տարբեր քարտեզներ, ուսումնասիրում դրանք, մշակում եւ ներկայացնում մեր դատին, որպեսզի մենք եւ աշխարհը ավելի լավ ճանաչեն հայերին։ Ցտեսություն, ինքնությունը եթերում կլինի հաջորդ շաբաթ։